Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Այսօր 2026 թվականի ապրիլի 26-ն է, 2 օր առաջ ապրիլի 24-ն էր և այդ օրը մենք ամեն տարի հիշատակում ենք առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեր ազգի հանդեպ երիտթուրքերի կողմից իրականացված ոճրագործության հերթական տարեդարձը և միլիոնավոր մեր զոհերին։ Կարծում եմ չկա որևէ մի հայկական ընտանիք, որ իր կաշվի վրա զգացած չլինի այդ ոճրագործության դառը հետևանքները։ Եվ իմ մոտ հարց է առաջանում, իսկ ինչ դաս ենք քաղել մենք դրանից։ Որևէ ազդեցություն ունեցել են այդ իրադարձությունները մեզանից յուրաքանչյուրի վրա, մեր գիտակցության վրա։ Երեկ ես նայելով, թե ինչ է տեղի ունենում Երևանի կենտրոնական հրապարակում, ես հասկանում եմ, որ ոչ մի ազդեցություն էլ չի ունեցել։ Ժողովուրդ ջան, նորմալ չէ, երբ որ ապրիլի 24-ին ծաղիկներով գնաք Ծիծեռնակաբերդ, ցուցամոլի պես ձևական, իսկ հաջորդ օրը այդ մասշտաբի տոնախմբություն անեք։ Դա նորմալ չէ։ Մարդկային նորմերից դա դուրս է գալիս, և հենց այդ նորմերից ելնելով ես այսօրվա հաղորդումը վերնագրել եմ հետևյալ կերպ, որ ով իրավունք ունի իրեն մարդ կոչելու։ Ես հաճախակի եմ դուրս գալիս ուղիղ եթեր և շատերը ինձ դեմքով ճանաչում են, բայց ավելի մանրամասը չգիտեն իմ մասին, և հենց այդ վերնագրով ես այսօրվա հաղորդումը կհրապարակեմ Facebook-յան իմեջից և ցանկանում եմ այսօրվա թեմայի հետ միասին նաև մի փոքր ձեզ ինֆորմացիա հաղորդել իմ ինքնակենսագրականից, ով եմ ես, որտեղից են իմ արմատները։ Նայեք ժողովուրդ, հաղորդման սկզբում ցանկանում եմ իմ կյանքից երկու հետաքրքիր դեպք պատմել։ Առաջինը տեղի է ունեցել 1991 թվականին։ Այդ ժամանակ ես ուսանող էի, սովորում էի Խարկովի պոլիտեխնիկ ինստիտուտի 2-րդ կուրսում։ Փողոցում ինձ մոտենում է մեզ ստեղծող քաղաքակրթության կին ներկայացուցիչ և ինձ ասում, որ իրենք գիտեն իմ մասին և հետևում են ինձ։ Դա տեղի ունեցել 91 թվականին, երբ լրացավ իմ 20 տարեկանը։ Ուղիղ 20 տարի անց, երբ լրացավ 40 տարեկանս, 2011 թվականի դեկտեմբերին, այդ նույն քաղաքակրթությունը ինձ առարկա նվիրեց։ Ես ավելի մանրամասը չեմ խոսում այդ մասին, ոչ թե այն պատճառով, որ դա ինչ-որ մի մեծ գաղտնիք է, այլապես ընդամենը դա ես համոզված եմ սխալ է ընկալվելու ձեր կողմից։ Յուրաքանչյուր մարդ ցանկացած ինֆորմացիա ընկալում է իր իմացության մակարդակին համապատասխան։ Կգա ժամանակը, և ես ավելի մանրամասը կխոսեմ այդ ամենի մասին, ինչ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել։ Իսկ ինչու այսօր ես վերհիշեցի կյանքի իմ այդ դրվագները, պատճառը այն է, որ այդ առարկան, երբ ես ստացա, սկսեցի ուսումնասիրել, ես կարողացա հասկանալ այդ առարկայի գաղտնիքը, ինչ են ուզել ինձ ասել այդ առարկայով, մեզ ստեղծող քաղաքակրթությունը, որին մենք մեկ բառով Աստված ենք անվանում, Արարիչ ենք անվանում։ Ես հասկացա այդ գաղտնիքը և այդ առարկան հիմք հանդիսացավ, որպեսզի ես կայացնեմ իմ կյանքում
ամենագլխավոր եւ կարևորագույն որոշումը։ Չեմ խոսում այդ մասին, որովհետեւ ձեզանից շատերը կմտածեն, որ այդ ամենը ես հորինել եմ, խափում եմ, ինչ որ ճանաչելիություն ձեռք բերելու համար, իբր թե ինչ որ մի յուրահատուկ, առանձնահատուկ անձնավորություն եմ ես, ոչ հարգելիներս, ես իմ մարդկային հնարավորություններով ոչնչով էլ եւ ձեզանից ոչ մեկից չեմ տարբերվում, ուղղակի մենք բոլորս միմյանցից տարբերվում ենք եւ դա բնական է մեր հայացքներով, մեր մոտեցումներով, մեր մտածելակերպով։ Ոմանք կմտածեն օրինակ, որ այս տղայի կրիշը փախել է, դուս է տալիս։ Ոմանք կմտածեն, որ օրինակ այդպիսի բան հնարավոր չի, որ տեղի ունենա, իսկ եթե հնարավոր է, ապա իրենց կյանքում ինչու տեղի չի ունենում։ Եվ որպեսզի այդպիսի սխալ եզրակացություններ չկատարեք, Արա ջան, բարև։ Որպեսզի այդպիսի սխալ եզրակացություններ չկատարեք, ես այս ամենի մասին կգա ժամանակ ավելի մանրամասը ձեզ կներկայացնեմ եւ այդ առարկան ձեզ ցույց կտամ։ Մի խոսքով, այդ առարկան հիմք հանդիսացավ, որպեսզի ես որոշում կայացնեմ եւ որոշեցի զբաղվել քաղաքական եւ հասարակական գործունեությամբ։ 2012 թվականից սկսեցի ուսումնասիրել քաղաքական դաշտը համաշխարհային մասշտաբով, սկսեցի ուսումնասիրել միջազգային հարաբերությունները, բազմաթիվ պետությունների վարած քաղաքականությունը, նրանց պաշտոնակատար անձանց քաղաքական գործունեությունը տարբեր ժամանակաշրջաններում, սկսեցի ուսումնասիրել բազմաթիվ միջազգային կազմակերպությունների գործունեությունը, աղանդավորական բազմաթիվ ինստիտուտների գործունեությունը, ովքեր են հիմնադրել, ինչ նպատակով, եւ մինչեւ 17 թվականը ես բավարարվում էի իմ Facebook-յան էջից գրավոր ստատուսներ գրելով քաղաքական թեմաներով։ Իսկ երբ որ 17 թվականին վերադարձա Հայաստան, ես որոշեցի արդեն հանդես գալ հրապարակայնորեն եւ շաբաթը մեկ անգամ, ամիսը 2-3 անգամ, ինչքան իմ ժամանակը որ ներում է, բավականացնում է, ես Facebook-յան իմեջից դուրս եմ գալիս ուղիղ եթեր եւ արտահայտում իմ մտքերը, բազմաթիվ անգամ կոչով դիմել եմ մեր ազգին, մի շարք առաջարկություններ եմ կատարել ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ միշտ իմ մոտ մի հարց է ծագում, ես ինքս ինձ հարցնում եմ, Ալիկ, իսկ ընդհանրապես քեզ պետք է, որ այդ բանով զբաղվում ես, դուրս ես գալիս ուղիղ եթեր խոսում ես, ոչ մեկը ոչ լսում է, ոչ հասկանում է ինչ ես ասում, ոչ ընկալում է, ոչ բանի տեղ դնող կա, հասկանում եք ժողովուրդ, եւ այս հարցերի պատասխանները ես ինձ համար ճշտել եմ դեռ վաղուց, մինչև քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշումս կայացնել, այսինքն կամ պատճառներ, թե ինչու եմ ես այս ամենով զբաղվում, չնայած որևէ արդյունքի չեմ հասնում։ Դա իմ պարտականությունն է, այո, ասում եմ, այդ առարկան հիմք հանդիսացավ, որպեսզի ես վերանայեմ իմ հայացքները եւ ես սկսեցի ուրիշ աչքերով նայել մեր իրականությանը եւ պատճառը այն էր, որ ինչու որոշեցի զբաղվել այս գործունեությամբ հրապարակայնորեն։ Նայեք ժողովուրդ, ես բնիկ սյունեցի եմ, ծնվել եմ Սիսիանում։ Իմ պապս հայրական կողմից Նախիջևանից է, ծնվել է Նախիջևանի Ղազանչի գյուղում, ապրել են գյուղի կենտրոնում, ունեցել են 2 հարկանի շենք, նյութապես ապահով, ունեցել են մեծ այգի, մի խոսքով լավ ապրել են, բայց Եղեռնից հետո առաջին համաշխարհային պատերազմից հետո 1918 թվականին պապս իրենց ընտանիքով տեղափոխվում են սովետական Հայաստան, Սիսիանի շրջան։ Սկզբում բնակություն են հաստատում Ախլացյան գյուղում, այնուհետև տեղափոխվում են Հացավան գյուղ։
Հացավան գյուղ տեղափոխվելուց հետո, մի քանի տարի հետո, պապս ամուսնանում է և ընտանիքում ծնվում է 5 երեխա։ Եվ երբ 1941 թվականին Սովետական Միությունը ներքաշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, պապս հավաքագրվում է սովետական բանակի շարքերը և մեկնում ռազմաճակատ։ Երբ նա արդեն պատերազմում էր, 1942 թվականին մարտ ամսին ընտանիքում ծնվում է 6-րդ երեխան, այսինքն իմ հայրն է ծնվում, հայրս ծնվել է և իր հորը կյանքում նա չի տեսել։ Պապս պատերազմից չի վերադարձել, նա ցուցակագրվել է որպես անհայտ կորած։ Տատս 6 երեխաներին մեծացրել է մեն-մենակ։ Կարող եք պատկերացնել ինչ դժվարությունների մեջով են անցել, կարող եմ ասել, որ իմ հորքուրները, իմ հորեղբայրները և իմ հայրս մեծացել են սոված ծարավ մանկություն են տեսել և այդպես է եղել և ոչ միայն մեր ընտանիքում, այլև մեր բոլորի ընտանիքներում, մեր բոլորի ծնողների, մեր բոլոր տատիկների ու պապիկների ընտանիքներում և կարծում եմ պատերազմի հետևանքների մասին կարիք չկա խոսելու, թե ինչ հետևանքներ է ունենում պատերազմը։ Եվ հիմա ժողովուրդ ջան, ցանկանում եմ մի ճշմարտություն ասել, նայեք, դա ակնհայտ ճշմարտություն է և բացարձակ ճշմարտություն է և այդ ճշմարտությունը ապացուցելու համար ոչ կարիք կա, ոչ անհրաժեշտություն կա, ոչ էլ ես ցանկություն ունեմ, դա բացարձակ ճշմարտություն է, դուք ընդունեք, թե չընդունեք, դրանից ոչ մի բան չի փոխվելու և նշանակություն էլ չունի դուք ընդունում եք, թե չեք ընդունում, որովհետև դա բացարձակ ճշմարտություն է։ Նայեք, եթե մարդը ծնվել է այս շարիկի վրա, այս մոլորակի վրա ապրել է, նա լավ հասկանում է, թե ինչ աշխարհում է ապրում, ինչպիսի անարդար աշխարհում է ապրում։ Եվ եթե նա ապրել է 40 տարի և ավելին և իր առջև նպատակ չի դրել ամեն ինչ անել, որպեսզի երկիր մոլորակի վրա պատերազմներ չլինեն։ Եթե այդ մարդը իր առջև նպատակ չի դրել ամեն ինչ անել, որպեսզի մոլորակի վրա չլինի ռազմական արդյունաբերություն, ռազմական բազաներ, բացի նրանից, որ պետք է աշխատեք, մասնագիտություն ձեռք բերեք, աշխատեք, ձեր ընտանիքը ապահովեք նյութապես, բացի դրանից, եթե դուք այդպիսի նպատակներ չեք դրել, նպատակ չեք դրել անել ամեն ինչ, որպեսզի երկիր մոլորակի վրա ամբողջ մարդկությունը ապրի երջանիկ ու ապահով, նյութապես ապահով, որպեսզի երկիր մոլորակը հայտարարվի ամբողջ մարդկության հայրենիքը և տունը։ Եթե նպատակ չեք դրել ձեր առջև, որպեսզի հայտարարվի երկիր մոլորակը ամբողջ մարդկության իր բնական ռեսուրսներով և օգտակար հանածոներով ամբողջ 8 միլիարդ մարդկության սեփականությունը, եթե այդպիսի նպատակներ չեք դրել ձեր առջև, ապա գիտեք դա ինչ է նշանակում։ Ուզում եք նեղացեք, ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք, դա նշանակում է ժողովուրդ ջան, կոպիտ է հնչում, բայց դա նշանակում է, որ ձեր ուղեղի մեջ ինչ-որ մի դետալ պակաս է, ձեր ուղեղի մեջ ինչ-որ մի դիոդ վառած է, այն մեքենայի մեջ անսարքություն է լինում, ասում են շարավոն թափել է։ Այո, ժողովուրդ ջան, եթե մարդը այդպիսի նպատակներ չի դրել իր առջև, դա նշանակում է, որ այդ մարդու շարավոնները թափել է։ Միգուցե մինչև այսօր դուք իմանում եք, երբևիցե այդպես լայնածավալ չեք մտածել այս թեմայի շուրջ, այս պատերազմները, որ տեղի են ունենում, երբեք այդպես չեք նստել ու խորը մտածել, միգուցե կարող եմ հասկանալ, բայց այսօրվա հաղորդումը, երբ որ դիտեք ու դիտելուց հետո էլ դուք այդպիսի որոշում չկայացնեք, դա նշանակում է,
որ դուք մարդ կոչվելու իրավունք չունեք։ Այո, շատ կոպիտ է հնչում, բայց նշանակում է ձեր ուղեղի մեխանիզմները ճիշտ չեն աշխատում։ Դուք մարդանման կենդանի եք, կարող եք նստել սեղանին, կենաց խմել, երկրին խաղաղություն, բայց ձեր մատը մատին չխփեք, որպեսզի այդ պատերազմները չլինեն։ Կենաց խմեք, հենց խոսեք, որ իմանում եք ինչքան մեղքեն են երեխաները գնացին զոհվեցին, բայց ոչ մի բան չանեք, որ այդ ամեն ինչի դեմը առնեք։ Ուրեմն ժողովուրդ ջան, այդպիսի մարդը մարդ կոչվելու իրավունք չունի։ Գիտեք, խելացի մարդը ինչով է տարբերվում անխելքից։ Խելացի մարդը օրինակ մի խնդիր է առաջացել եւ ցանկանում է այդ խնդիրը լուծել, նա վերցնում ու ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը, հետևանքներից ելնելով փորձում է հայտնաբերել այդ հետևանքների առաջացման պատճառները։ Իսկ պատճառները հայտնաբերելուց հետո նա որոշում է ինչ-որ քայլեր ձեռնարկել, գործողություններ ձեռնարկել, որպեսզի այդ պատճառները վերացնի։ Այդպես վարվում է խելացի մարդը։ Իսկ անխելք մարդը գիտեք ինչպես է վարվում։ Անխելք մարդը նույնպես որոշում է ինչ-որ մի բան անել, բայց առանց այդքան վերլուծությունը կատարելու, առանց պատճառները հայտնաբերելու, վերցնում է ու մի բան է անում, դե խնդիրը կլուծվի, չի լուծվի, մի ուրիշ բան կանի։ Նորից չի լուծվի, կվերցնի մի ուրիշ բան կանի։ Այսինքն այդ անխելք մարդը իր ճակատագրի հետ ռուլետկա է խաղում, կազինո է խաղում։ Ու հենց այդ նույն վիճակում է գտնվում մեր ազգը, արդեն 35 տարի գնում եք ընտրությունների, որպեսզի ձեր կյանքը լավանա։ Գնում եք մեկին ընտրում եք, տեսնում եք մի 4-5 տարի հետո տեսնում եք, որ ձեր կյանքը չլավացավ, գնում եք մեկ ուրիշին եք ընտրում։ 18 թվականին ապաչիների պես դուրս եկաք փողոցները մեկ ամիս վազվզեցիք, այս պարազիտին բերեցիք իշխանության։ Փաշինյան Նիկոլին։ Ու հասկացաք, որ ձեր կյանքը ոչ մի բանով էլ չփոխվեց, հիմա նորից ընտրություններին գնալու եք, նորից նույն սխալը կատարեք, մեկ ուրիշին բերեք։ Ժողովուրդ ջան, իմանում եք, ես ցանկանում եմ օրինակ բերել եւ խոսել ես մի քիչ էլ այս ընտրությունների մասին, ես ինչ եմ առաջարկում։ Այո, ընտրություններին չմասնակցել, բայց դա չի նշանակում, որ դրանով մի բան կշահենք։ Նայեք, գնում եք ընտրությունների, որ ձեր կյանքը լավանա, չէ՞։ Կյանքի լավանալը բոլոր մարդիկ կապում են նյութականի հետ։ Այո, նյութականը նույնպես անհրաժեշտ է, առանց դրա հնարավոր չէ ապրել։ Մարդը մարմնավորված հոգի է, նա պետք է լինի եւ նյութապես հարուստ եւ հոգեպես։ Նյութականը անհրաժեշտ է եւ դեռ հոգեվորը դնենք մի կողմ, դուք ցանկանում եք, գնում եք ընտրությունների մեկին բերում իշխանության, որպեսզի նյութապես ապահով դառնաք, հարստանաք նյութապես։ Նյութական ապահովվածությունը ինչից է կախված, սեփականությունից, չէ՞, թե դուք ինչքան սեփականություն ունեք։ Հիմա, երբ որ գնում եք այս պետության ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու, դա այդ ընտրությունները տեղի են ունենում սահմանադրության համապատասխան օրենքների հիման վրա։ Այսինքն սահմանադրությունը հիմքն է հանդիսանում այս պետության։ Հիմա սահմանադրության մեջ սեփականության մասին կա ընդամենը մեկ հոդված։ Դա 10-րդ հոդվածի երկրորդ կետն է, որտեղ գրված է, որ ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության սեփականությունն են։ Հիմա գնում եք ընտրությունների, կան միլիոնավոր կուսակցություններ, որևէ մի կուսակցության ղեկավարից լսել եք, որ իրենց ծրագրում օրինակ գրել են, որ գան իշխանության, այդ սահմանադրության 10-րդ հոդվածի երկրորդ կետը կփոխեն, որտեղ գրված է
ընդերքը պետության սեփականությունն է եւ ձեզ կդարձնեն բաժնետեր։ Կգրեն ժողովրդի սեփականությունը, այսինքն դուք էլ դառնաք սեփականատեր։ Չկա, չէ, այդպիսի կուսակցություն չկա։ Ոչ մեկ իր ծրագրում այդպիսի կետ չունի, որ կգանք ու այդ կետը կփոխենք, այսինքն 3 միլիոն ժողովուրդ դուք մենք ցանկանում ենք, որպեսզի դառնաք սեփականատեր, նյութապես հարստանաք։ Որ չկա այդպիսի մի կուսակցություն։ Դուք ուղեղով եք մտածում, ում հետևից եք գնում։ Գնում եք ինչի համար, որ ձեր աշխատավարձը $50-ից դառնի $100, հետո ինֆլյացիայի միջոցով, հարկերի միջոցով այդ $50 տանեն լցնեն էլ իրենց գրպանները։ Նորից ձեր կյանքը ոչ մի բան չի փոխվելու, ժողովուրդ ջան։ Հասկանում եք, մինչև այդ հոդվածի այդ կետը չփոխվի, որ դուք էլ դառնաք սեփականատեր, ձեր կյանքը չի լավանալու։ Իսկ գիտեք այստեղ ինչ գաղտնիք կա։ Գաղտնիքը նրանում է, որ ով էլ գա իշխանության, այդ հոդվածը չի կարող փոխել։ Չի կարողանալու փոխել։ Եթե նախ իշխանության գալու համար պետք է ունենա Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Իսկ եթե ունեք Հայաստանի Հանրապետության անձնագիր, դա նշանակում է, որ դուք ստրուկ եք, գտնվում եք ստրուկի կարգավիճակում։ Հիմա ավելի պարզ օրինակ բերեմ, ես բազմաթիվ անգամ եմ խոսել այդ մասին, նորից օրինակ բերեմ։ Օրինակ, եթե դուք հավ ունեք, հավը պատկանում է ձեզ, հավը ձու է ածե, ձուն էլա չէ ձերը ուրեմն, ձեր սեփականությունն է, հավի ածած ձուն ձեր սեփականությունն է։ Հիմա ընդերքը պետության սեփականությունն է, դուք սեփականատեր չեք, այդ պետությունը, այդ ընդերքի շահագործումից, օգտակար հանածոների շահագործումից չափաբաժին չեք ստանում, բաժնետեր չեք։ Ուրեմն այդ հողը, ջրային ռեսուրսները եւ ինչ պետության սեփականությունն են, պետությունը ունի հիմնադիրներ, այսինքն նրանցն են։ Մթնոլորտում, երբ որ թթվածին է առաջանում, դա հողի եւ ջրի շնորհիվ է տեղի ունենում։ Փոխադարձ կապի շնորհիվ։ Հողի վրա բուսականություն է աճում, նշանակում է այդ բուսականությունն էլ է իրենց սեփականությունը, անտառները։ Հասկանում եք։ Եթե անտառները իրենց են, մթնոլորտում առաջացած թթվածինն է իրենց պատկանում։ Ու երբ ուզենան, ձեր թթվածինը կկտրեն, կդնեն ու ձեզ օրը ցերեկով կգնդակահարեն, քանի որ դուք ունեք Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Դուք հրաժարվել եք ձեր չափաբաժին թթվածնից։ Կամավոր։ Ես այնքան հասարակ բան եմ բացատրում, ձեր ուղեղի մեջ չի մտնում։ Գնում եք հիմա ընտրությունների, Հայաստանի Հանրապետության անձնագրով, ով ուզում է գա այս իշխանության, դառնա վարչապետ։ Հենց ուզենա այդ հոդվածը փոխի, ձեզ դարձնի, մեզ բոլորիս դարձնի սեփականատեր, բաժնետեր ընդերքի շահագործումից, այս պետության հիմնադիրները իրավունք ունեն այդ ձեր ընտրած մարդուն դնեն օրը ցերեկով գնդակահարեն, որովհետև նա ինքը կամավոր հրաժարվել է իր թթվածնից, իր չափաբաժին թթվածնից, կիսլարոդը կկտրեն։ Հասարակ օրինակ բերեմ, պետությունը կարելի է համեմատել բնակելի շենքի հետ։ Նայեք ժողովուրդ, պետությունը ունի, այս Հայաստանի Հանրապետությունը ունի 3 միլիոն քաղաքացի։ Պատկերացրեք, այս 3 միլիոն մարդով ապրում ենք մի հատ բազմահարկ բնակելի շենքի մեջ, 20 հարկանի 1000 պատեզդանոց մի հատ բնակելի շենք է, այս մեր պետությունն է, այդ շենքը։ Ամեն մեկս իր ընտանիքով մի բնակարանում ապրում ենք։ Շենքի տակ պատվալային հարկում, այսինքն առաջին հարկում ունենք պատվալ, պոգրիպ, որտեղ կան բազմաթիվ հանածոներ, կամպոտներ, մուրաբաներ, մարինադներ։ Հիմա առավոտ մենք արթնացել ենք, մեր տանը կարտոշկա ենք ժարի տարել,
Այդ կարտոշկի ժարիտը պիտի մի բանկա պամիդորի մարինադ բացենք ու ուտենք այդ ժարիտի հետ։ Այդ բանկան բացում ենք, մեջը 1,5 միլիոն պամիդոր կա։ Արդարացի կլինի, չէ՞, եթե այդ պամիդորները ամեն մեկը մի կես անենք, դառնա 3 միլիոն կտոր, մենք էլ 3 միլիոն մարդ ենք, ապրում ենք այդ շենքում։ Ամեն մեկս մի կտոր պամիդոր վերցնի, այդ կարտոշկի ժարիտը ուտի։ Դա կնշանակի, որ արդարացի վարվեցինք։ Իսկ եթե պատկերացրեք այդ շենքի հիմնադիրները, ովքեր հիմնել են այդ շենքը, կառուցել են այդ շենքը, այս պետությունը, իրանք այդ բանկան բացում են, մի 500,000 պամիդոր 6 մասի են բաժանում, ամեն մեկից 1/6 մասը տալիս են այդ ժարիտը ուտում ենք, այն 1 միլիոն պամիդորն էլ իրանք տանում են իրենց տները, իրենց երեխաներով, իրենց ընտանիքում, ինչքան ուզում ուտում են։ Ես հաղորդումը խի եմ վերնագրել, ով իրավունք ունի մարդ կոչվելու։ Մարդը ունենում է արժանապատվություն։ Ձեզ լոխի տեղ դրած, հարիֆի տեղ դրած, խափում են, գցում են, ձեր սեփականությունը տանում վայելում են, ձեզ էլ մի հատ թուլափայ են տալիս, դրանով բավարարվում եք, չգիտեմ, չեք էլ հասկանում, որ ասում եմ, ունեք բնածին իրավունքներ, երբ որ ծնվել եք այս շարիկի վրա, այս հայրենիքի ընդերքի հարստությունը մեր բոլորինն է, եթե դուք չեք օգտվում, ուրեմն դուք հարիվ եք, այս Հայաստանում ես էլ ձեր հետ 3 միլիոն լոխ պետրովիչներ ենք ապրում, հարիվ ենք, եթե մեր հողի ընդերքը անգլիացին է, ռուսն է, գալիս է, շահագործում է, ոսկին է, պղինձն է, մոլիբդենն է, տանում է, մեզ այս պետության բյուջե մի հատ թուլափայ է լցում, իսկ հիմնական եկամուտը դնում գրպանում ու տանում է Անգլիա, չգիտեմ ուր է տանում։ Ուրեմն մենք լոխեր ենք։ Երբ եք խելքի գալու։ Ես խեմ ասում, մարդը ունենում է արժանապատվություն։ Ձեզ թալանում են ու դուք հիմարի պես գնում եք նորից ընտրությունների, որ ինչ-որ մի հատ կառավարիչ բերեք, եթե պետությունը չի փոխվում, համակարգը չի փոխվում, ով ուզում է գա կառավարիչ, ինչն է փոխվելու ձեր կյանքում։ Ոչ մի բան էլ չի փոխվելու, ինչքան հիմար պիտի լինեք։ Ես ցանկանում եմ, նայեք, ես իրավունք ունեմ, օրինակ 2018 թվականին գնացիք Նիկոլին բերեցիք իշխանության։ Իրավունք ունեմ հայհոյելու։ Եթե Նիկոլի պատճառով ես իմ տունու տեղն եմ կորցրել, ես իմ երեխային եմ եթե կորցրել, իրավունք ունեմ, իհարկե իրավունք ունեմ։ Հիմա դուք գողանում եք իմ կյանքի, իմ երեխաների ապագան, իմ կյանքի 5-6 տարի։ Հիմա նորից գնում եք ընտրությունների, որ ես համոզված եմ ոչինչ չի փոխվելու, այսինքն սխալ ընտրություն եք կատարում նորից, եթե գնում եք ընտրությունների։ Ես իրավունք ունեմ դուրս գալու ձեզ բոլորին հայհոյելու։ Մինչև հունիսի 7-ը դեռ 2 ամիս կա։ Դեռ չեմ հայհոյում, բայց հունիսի 7-ից հետո բոլոր նրանք, ովքեր մասնակցեցին այս ընտրություններին, ինչ որ մեկին, ով ուզում լինի Տաշիր Սամոլ լինի, Քոչարյան Ռոբերտ լինի, չգիտեմ ով լինի, բերեցիք իշխանության, մեր կյանքում ոչինչ չի փոխվելու, մի 5-6 տարի հետո նորից հասկանալու եք, որ սխալ ընտրություն եք կատարել, ես ինձ իրավունք եմ վերապահում նորից դուրս գալ ասել, որ դուք բոլորդ զոմբիներ եք ու ձեզ հայհոյել։ 34-35 տարի չհասկացաք, որ ընտրությունների միջոցով ոչ մի բան չի փոխվելու։ Սրանք բոլորը պարազիտներ են, այս ընտրության մասնակիցները, ովքեր չեն խոսում, որ կգան ու այդ հոդվածը կփոխեն, իրենք գիտեն, որ չեն էլ կարա փոխեն, դրա համար չեն էլ խոսում այդ մասին։ Բա որ չեն կարա փոխեն, ձեզ չեն կարա դարձնեն սեփականատեր, իսկ դուք նյութապես ապահով կդառնաք միանյան ժամանակ եւ դառնաք սեփականատեր։ Եթե չեն խոսում ու չեն էլ կարա փոխեն, ինչի համար եք գնում ընտրությունների։
Գիտեք ինչի համար եք գնում, որովհետև լոխ եք, լոխ Պետրովիչներ եք, Հայաստանում ապրում է 3 միլիոն հարիվ, գնացեք, ստեսություն ձեզ։